Այն օրը գործի էի, իվենթ էի վարում, կանայք, տղամարդիկ, ջենզի, միլենիալներ, կամաց ժողովուրդը հավաքվում էր, տարբեր մարդիկ էին եկել, գործից, դասից, հավեսով, լարված, սպասումով, կային ծանոթ դեմքեր, բայց նաև կային ինձ անծանոթներ, ծանոթանում ենք ով ով է, ինչով է զբաղվում, ու ոնց է կոմպլեքսների թեման հետաքրքրել, որ նա այսօր ստեղ է։ Այդ պահին մի հոգի ներս մտավ, արագ նստեց դիվանին ու նայեցինք իրար, բարևեցի։ Կիսաժպիտով նույնը արեց։ Ներս մտավ սրահ դուզ այն պահին, երբ ներկաներից մեկը բացականչում էր. Ես որպես կանանց սիրող մարդ ուզում եմ իմ նման մտածող մարդկանցով նստենք խոսանք։ Այ դու ախպերս, դու էլ ես առաջի անգամ ստեղ։ Հա? Կասես, դու էլ ունես հակառակ սերդ ծանոթանալու շփվելու դժվարություններ, չէ՞։ Ինչ երջանիկ մարդ ես։ Ախ ամուսնացած ես, երեխեք, աղջիկ, թե դու մտածելու բան չունես, արդեն գտելու կառուցել ես երջանկությունդ։ Բա ինչի համար ես այսօր եկել։ Ես իմ հարցեր ունեմ, դրանցից եմ ուզում խոսամ։ Մի 5 րոպեից այս ամեն ինչ ուզողը որոշեց գնալ, ասելով կգա մի ուրիշ անգամ։ Դուք աչքից գիտեք ինչից եք խոսում, ես այսօր ուզում էի գայի տեսնեի ինչ մթնոլորտ է։ Այդ խոսքերից որոշ ժամանակ անց այդ տղամարդն էլ ասեց դուրս եմ գալիս։ Ես շվարած թե ինչ եղավ, նոր սաղ լավ էր ոնց որ թե մտածեցի ես ու հարցրի նույնը։ Պատասխանը թե բա հա մի հատ շտապ բան եղավ, գրեցին։ Եթե հետո կարանաք հետ գաք, հանգիստ եկեք։ Ասեց լավ։ Իվենթը շարունակվեց։ Խոսացինք տարբեր ժողովրդին իրենց կյանքի ընթացքում անհանգստացնող կամ խանգարող կոմպլեքսներից։ Որոշ մարդիկ սովորել էին իրենց կոմպլեքսների հետ ապրել, որոշ մարդիկ հաղթահարած էին արդեն, որոշները չկիսվեցին։ Ընդմիջմանը մնացել էր մոտ 15 րոպե ու անսպասելիորեն գրեթե բոլորի համար այդ տղամարդը հետ եկավ։ Ես ուրախացած, որ իսկականից էլի մարդու մոտ շտապ հարցեր առաջացել ու իրա գնալը իվենթի հետ կապ չուներ մտքումս, ասում էի ինքս ինձ հանգստացնելով։ Հարցրի թե նորմալ է հաստատ ամեն ինչ հիմա, ասեց հա։ Բայց կուզենամ ձեզ հետ հետո խոսամ առանձին, ասեցի օքեյ, ընդմիջման ուրեմն։ Շարունակեցինք։ Հարց պատասխան, տարբեր պատմություններ ու որոշեցինք չայ կոֆե անենք։ Բոլորը դուրս եկան դեպի այն սենյակ, որտեղ կոֆե բրեյքն էր դրված։ Այդ մարդուն առաջարկեցի ստեղ խոսալ, հետո գնալ չայ կոֆեի։ Մեր իվենթների ընդմիջումներին մարդիկ լինում է բաժակներն ու քաղցրը վերցրած գալիս են հետ իվենթի սրահ։ Նստեցի կողք ու հարցնում եմ ինչի մասին եք ուզում խոսալ։ Ես ունեմ մի խնդիր։ Երբեմն տղաներ են դուրս գալի։ Կարճ լռություն։ Լավ, մերսի որ ասում եք։ Առաջի անգամ եք սրա մասին ասում այլ մարդու։ Դե բա հա։ Ու որ եկա տեսա քեզ ոնց ես խոսում, տեսքդ, вообще ոնց ես վարում, ոնց ես մարդկանց հետ շփվում, շատ դուրս եկար, ասաց մի քիչ դողդողացող ձայնով։ Ամաչեց այդ խոսալուց, դեմքը մի քիչ կարմրեց։ Աչքերի մեջ մշուշ էի տեսնում, ոնց որ ոչինչ չհասկանար ինչ է կատարվում։ Իսկ ինչի համար եք այսօր եկել։ Ճիշտ եմ հասկանում, որ այս տղեկին հավանելն է, որ կոմպլեքս եք համարում։ Թե բա նաև մարդկանց մեջ գործից զատ առաջ քաշվում էի խոսալ։ Հիմա ոնց որ թե ավելի հեշտ է։ Ու այսօր դրա համար եմ եկել։ Բայց որ այսօր եկա ու տեսա քեզ, չգիտեմ հետս ինչ է, շատ դուրս եկար։ Նենց տղավարի ես։ Ու ձեռը գցեց ոտիս, ծնկից մի քիչ վերև։ Ես օրվա ընթացքում արդեն որի-որ հերթական անգամ շվարած, ասի չէ, էս չէ, հանեց ձեռը, ես էլ անցա դուի, ինչ է հետդ կատարվում, ես ինչ էր, չհասցրի վերջացնեմ, թե բա կներես ներող եղիր ես ինչ ջան, չգիտեմ ինչ եղավ հետս, տեսնում եմ խառնվել է իրար, ոնց որ ոչինչ չհասկանար ինչ է կատարվում, ես ինչ էի հասկանում, այդ ոնց նենց եղավ, որ ամութաբուր կորցրած ձեռ գցեց, կողքի սենյակում լիքը մարդ, դուռը բաց, ամեն վարկյան կարային հետ գային։ Ասում եմ, հասկանում եմ ինչքան է մեջդ էս եղել, որ էլ չես նայում, ուր ես, ինչ ես անում, դուռ տկել եմ ու անցար գործի։ Տեղս ուրիշ մեկը լիներ, կարող է տարբերնիդ, կարմրեց, կապտեց։ Իսկ ես սպիտակել էի մենակ այն մտքից, որ միուժելի ոչ մեկ, մինչև դաժե էս պահը ներս չեկավ, բա որ գային, բա որ տեսնեին, բա որ ու վախը պրոստը սկսեց պատել ինձ կամաց, բայց արդեն մեջս տղեր արել։ Լավ, կխոսանք հլը, գնանք ժողովրդի մոտ։ Ասեց լավ, ու այդ պահին թեթև մտերիմ ձևով գրկելով փորձեց թուշս համբուրել։ Թեթև բրդեցի իրան մի կողմ, ասի չէ, հետո կխոսանք ու դուրս եկանք ընդմիջման։ Սկսեցի դողալ, չէի հասկանում ինչ է կատարվում, ոնց որ մարմնիցս դուրս եկած լինեի պայտակ, հետո հետ եկա, ծխեցի,
ջուր խմեցի, ոնց որ նորմալ էր։ Բայց հələ իվենթը պետք է շարունակվի։ Հետ եկանք, նստեցինք, տարբեր բաներից սկսեցինք խոսալ։ Էլի հարց-պատասխան, պատմություններ, կոմպլեքսների մասին, այլ բաներ։ Ինքն է խոսած ու ասեց այն, որ դժվարանում է մարդկանց մեջ խոսալ, բայց հիմա ավելի լավ է իրան զգում այդ հարցում եւ այլն եւ այլն։ Ես մի պահ մտածում էի ոնց եմ նայելու իր աչքերին, չէի կարում։ Հետո մի պահ անցավ։ Հետո հիշեցի, որ պետք է իվենթից հետո խոսանք ու դա ես էի ուզել։ Թե ինչ ենք խոսալու ես էլ չգիտեի։ Բրծավ իվենթը, փակեցինք, բոլորը գնացին։ Մի երկու ծանոթ մարդ մնացել էր ինձ սպասելու, հետո ուզում էր շփվել հետո։ Իր հետ էլ առանձնացա նորից։ Ու երկար մոտ մի ժամ մենք խոսացել ենք նրա մասին, թե ինքը ինչքան տարի է իրան զսպել, որ ինքը ամուսնացած է, որ ինքը երեխա ունի, բայց ինքը մեկը սիրում է այն, ինչի մասին ինքը ոչ մի անգամ ոչ մեկին չի ասել, ոչ մի բան ոչ մեկի հետ չի փորձել, ու ոնց որ եկավ ու տպավորվեց ինձնով։ Ես ամեն ինչը մի կողմ թողած իրան էի լսում։ Իվենթի ժամանակ ինքս ինձ էի մոռացել, կարևորը վարեի, բոլորը բավարարված գող դուրս գային իվենթից։ Իր հետ խոսալու ժամանակ էլի իմ մասին մոռացել էի, կարևորը իրան լավը լներ, որովհետև լարված էր, ճնշված էր, չգիտեր ինչ է կատարվում, նեղված էր եւ այլն։ Բրծանք այդ զրույցը, մի անգամ ներողություն խնդրեց, ասեց, եթե ասես, որ աչքից չերևաս կամ իվենտներին էլ չկամ, տենց էլ կանեմ, ասում եմ, ես տենց բան չեմ ասել, մնացածը դու գիտես։ Ու սրանից հետո մոտ երևի 8 ամիս պարբերաբար ինձ լավ չէի զգում, որովհետև հա հիշում էի ինչ է կատարվել, բայց ավելի շատ ոչ թե ինձ ցավացրել էր, որ ինքը ձեռք գցեց կամ փորձեց թուշս պաչել, այլ այն, որ այդ ամեն ինչից հետո ես իրան չհանեցի այդ տարածքից, հələ հետո էլ իրան մարդատեղ դրած, իմ մասին մոռանալով, իրան փորձում էի հասկանալ։